Այս գիշեր Ամերիկան միջամտեց Իրանի դեմ Իսրայելի ավելի քան մեկ շաբաթ շարունակվող առճակատմանը, թիրախավորելով Թեհրանի միջուկային օբյեկտները, այդ թվում Ֆորդոյի կայանը, որը տեղակայված է Լեռան խորքում։ Իրանի ուրանի հարստացման ամենամեծ գործարանները լիովին ոչնչացվեցին, գրել է Թրամփը, հավելելով. «Լիքը ռումբեր են նետվել, բոլոր ինքնաթիռներն անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր հզոր ամերիկացի զինվորներին, աշխարհում ոչ մի այլ զինվորական դա չէր կարողանա անել»։ Ավելի ուշ ուղերձով դիմելով ժողովրդին, Թրամփը պնդել է, թե Ամերիկան միացավ Իրանի դեմ ռազմական գործողություններին, քանի որ դիվանագիտությամբ հնարավոր չեղավ Թեհրանին վերադարձնել բանակցային սեղան։ Մեր նպատակն էր վերացնել Իրանի միջուկային հարստացման կարողությունները եւ ավարտել այդ միջուկային սպառնալիքը, ահաբեկչությունը հովանավորող թիվ 1 պետության կողմից, պնդել է Թրամփը, հավելելով. «Սա չի կարող շարունակվել, Իրանի համար կամ խաղաղություն կլինի, կամ ողբերգություն»։ ԱՄՆ նախագահը միաժամանակ սպառնացել է ավելի հզոր հարվածներ հասցնել Իրանին, եթե վերջինս հակահարված տա ԱՄՆ-ի գործողություններին։